Դե ինչ մենք տաղավարում ենք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում։ Ես այստեղից որ նայում եմ աճ տեսնում եմ եւ հասկանում եմ, որ մեզ սպասվում է գարնանային համեղ, առողջարար, գունեղ եւ թեթև կամ աղցան։ Համենայն դեպս բաղադրիչներից է այդպես երևում։ Ինչ երևում։ բաղադրիչ տեսար սեղանին, հայ, հələ պատմի։ Քեշ, բանջարեղեն, այո, մաքրած դուռը, բայց շատ չբացենք փակագծերը, արի դիտենք այն փոքրիկ տեսաուղերձը, որով մեր հյուրը պատմենք թե ինչպես է մեր հյուրը հայտնվել մեզ մոտ, որովհետև մեր Instagram-յան էջը շատ ակտիվ է, մեր աշխատակիցները շատ արագ արձագանքում են բոլորին, դա շատ կարևոր է, գիտես։ Իհարկե, եւ ապացույցը։ Եվ ապացույցը, խնդրեմ պատ էկրանին ձեր ուշադրություն։ Բարև ձեզ, ես Լիլիթն եմ, առողջ ապրելակերպի եւ սննդի ֆուդ-բլոգեր։ Հաճախ եմ դիտում առավոտ լուսո հաղորդումը ու հատկապես սիրում եմ խոհանոցի հատվածը, երբ որևէ հետաքրքիր ուտեստ եմ պատրաստում։ Վերջին պահքային շրջանում հաճախ ներկայացնում եմ բուսակերական ուտեստներ։ Սիրով կմասնակցեմ ձեր հաղորդմանը եւ հաղորդման շրջանակներում նույնպես կպատրաստեմ մի արագ պատրաստվող եւ օգտակար ուտեստ, որը նաեւ հետաքրքիր կլինի հեռուստադիտողների համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ինչ լավ է, չէ, որ Լիլիթը հետևում է մեր Instagram-յան էջին առավոտ լուսոյի։ Բացի դրանից շատ ակտիվ է, որոշել է դիմել եւ այո, այսօր նա մեր տաղավարում է։ Այո, մենք ողջունում ենք Անուշ Լիլիթ, բարի լույս։ Անուշի եւ Լիլիթին։ Բարի լույս, բարի լույս, այո, եւ հեքիաթն իրականացավ եւ Լիլիթն արդեն այստեղ է։ Այո, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ինձ հյուրըն կալեցիք ու վաղուց մտադրություն ունեի ու ցանկություն ունեի մասնակցել, հենց տեսա, որ հնարավորություն կա նաեւ հյուրերին եք հյուրընկալում, ես մեծ սիրով շատ արագ արձագանքեցի ու արագ էլ պատասխան ստացա։ Շատ շնորհակալ եմ։ Եվ արագ հայտնվեցիք մեր Ընդամենը մեկ օր հետո մեր հեռուստադիտողները կարծում եմ անպայման հիմա դիտելով ձեզ նրանք էլ արագ առավոտ լուսո Instagram-յան էջին կգրեն, եթե ցանկություն ունեն եւ նրանք էլ կգան այստեղ։ Հրաշալի է։ Հիմա ասենք եկել եք այստեղ եւ ինչ ենք պատրաստելու, ինչ բաղադրատոմսով եք եկել։ Այո, նախ քանի որ պահքային շրջան է, որոշեցի այսօր պահքային մի ուտեստ պատրաստել, ու քանի որ բլոգս ինչպես ասացի արդեն միտված է առողջ սննդին, կպատրաստենք մաքսիմալ առողջ, թեթև ու նաև մի փոքր էկզոտիկ շտրիխերով բաղադրատոմս։ Օգտակար նախուտեստ, բայց մինչև նախուտեստին անցնելը, սիրելի հեռուստադիտողներ, նախ ասեմ, ինչ է մեզ համար պատրաստել բերել այստեղ Լիլին, ինչ թխվածքաբրիթ է, ասեք։ Սա նույնպես ուրեմն առողջարար, առանց որևէ գրամ շաքարի, քաղցրությունը ստացել ենք մենք միջուկի հաշվին, օգտագործել եմ արմավ եւ ընկույզ, ամբողջահատիկի ալյուրից, այնպես որ կարող եք ինչքան ուզել ուտել եւ չգիրանալ։ Հրաշալի, շնորհակալություն, մինչև դուք սկսեք ասել, թե ինչ բաղադրիչներ են մեզ անհրաժեշտ, ես հյուրասիրեմ մեր հաղորդավարը։ Այո, որտեղ հաղորդավարն է, սպասում ենք, չէ՞, սպասում Եվ անհամբեր են սպասում։ Այո, ուրեմն ինչ է մեզ անհրաժեշտ լինելու, այստեղ հիմնական բաղադրիչը տոֆուն է լինելու, տոֆու պանիրը գուցե շատերին ծանոթ չլինի, ինքը բուսակերական պանիր է, պատրաստվում է սոյայից եւ հիմնական կամ բուսակերներն են օգտվում կամ պահքի շրջանում մարդիկ։ Ուրեմն լցոնելու ենք վարունգները տոֆույով, համեված տարբեր տեսակի համեմունքներով։ Դե սկսենք արդեն, դուք վարունգը կտրեք, ես այստեղ ավոկադոն եմ կտրում։ Նախ պետք է վարունգից ստանանք բաժակներ, այսինքն հիմք ամբողջությամբ չենք բացում, միայն միջուկի հատվածն ենք հանում, բայց թողնում ենք տակը հիմք, որպեսզի լցոնենք հետագայում դրանք։ Խնդրեմ։ Ուրեմն Դուք խոսում եք, մենք վայելում ենք։ Անուշ արեք։ Եվ ասեք, մի քիչ հետո կասեք լավ համը, ինչպիսին է։ 3-4 սանտիմետր հաստությամբ այսպես գլանակների եմ առաջին քայլով բաժանելու վարունգը։ Եվ պետք է փորենք ու լցոնենք։ Այո։ Շատ լավ։ Լիլի, իսկ ստացվում է նաև ձեր երեխաներին այսպես օգտակար սնունդ միայն հրամցնել։ Անկեղծորեն ոչ, ես չեմ փորձում բռնանալ դրանց, ազատ եմ թողնում, ինչքան հնարավոր է փորձում եմ օրինակ ծառայել իրենց, ինչով ամենաճիշտը, չէ՞։ Այո, օրինակ ծառայել, որ եւ ինչ որ տարիների ընթացքում որոշակի փոքր փոփոխություններ նկատում եմ իրենց վրա,
բայց չեմ բռնանում, որովհետև օրինակ յոգայով եմ զբաղվել երկար տարիներ, այս առողջ սնունդը եկել է հենց յոգայով զբաղվելու տարիներին, երբ ինքս ականատես եմ եղել շատ մարդկանց, ովքեր ունենալով շատ լուրջ խնդիրները, որոնք եւ վիրահատության են ենթակա եղել եւ կոնկրետ դեղորայքներով են մարդիկ ապրել, առողջ սնունդով սովապահությամբ բուժվել են իմ աչքի առջև եւ այդտեղից սկսվեց իմ սերը դեպի առողջ սնունդը։ Եվ հետո որոշեցիք այդ ամենը ցույց տալ նաեւ մարդկանց եւ սկսեցիք բացեցիք բլոգ, սկսեցիք ցույց տալ հենց օգտակար բաղադրատոմսեր։ Կոնկրետ օգտակար, որովհետեւ այդ շուկան շատ արդեն ծանրաբեռնված է բլոգերների, հատկապես ֆուդ բլոգերների, բայց առողջ սնունդը դեռ բաց կա։ Ու որոշեցի, որ եւ իմ հոբին, եւ իմ սերը համատեղել ու օգտակար լինել նաեւ մարդկանց համար։ Նախ պետք է ասեմ, որ շնորհակալ ենք հյուրասիրության համար։ Շատ համեղ էր, որքան հնարավոր էր այն համեղ էր եւ թեթև ու հաճելի շատ։ Եվ ամենակարևորը հիշեք, հնարավոր է պատրաստել նման քաղցրավենիք, օրինակ թխվածքաբլիթ, հա, երևի անվանենք, որի մեջ չլինի անգամ մի գրամ շաքարավազ։ Բայց քաղցր էր շատ։ Եվ շատ համեղ, այո։ Քաղցրությունը փաստորեն արմավից եք ստանում։ Այո, միայն միջուկա, արմավ եւ ընկույզ, այո։ Ես ուզում էի ճիշտն ասած մի փոքր ցողել շաքարի փոշիով, որպեսզի էսթետիկ տեսք, բայց ասի ջանքերս այդքան ստանալ առաջ Այո, հաստատ Լիլիթ պետք չէր։ չփչացրեցի դրա։ Լիլիթ, ամեն դեպքում առողջ ապրելակերպի եւ առողջ սնվելու հետ կապված պետք է ասել, որ այդ ամենը իրենից ենթադրում է նաեւ բարդություններ ու ժամանակ, այո, հատկապես ժամանակի առումով։ Երևի թե դա է պատճառը, որ շատ-շատերը տարվա ընթացքում շատ կարճ ժամանակահատված են կարողանում տրամադրել առողջ սնվելու, հատկապես առողջ ապրելակերպի հետ կապված։ Համամիտեք թե ոչ։ Ես օրինակ մի քիչ այդքան էլ համամիտ չեմ, որովհետև միևնույն է, չէ, պետք է պատրաստեք։ Միևնույն է ինչ որ մի բան Բայց պետք է կարող ես պատրաստեք։ պատվիրել արագ սնունդ, օրինակ, եւ այդ պահին Դե եթե արագ պատվիրենք, հա, սնվես։ բայց եթե պատրաստում ենք, Դե արագ սնունդը հենց դրա համար է, ուզում եմ ասել, առողջ սնվելու դեպքում մոռանում ենք բոլոր արագ սննդի այո, իհարկե։ մասին։ Անկեղծ կլինեմ, ես ծայրահեղական մոտեցում չունեմ առողջ սննդին, այսինքն առողջ սնվում եմ, բայց երբեմն ինձ թույլ եմ տալիս ուտել տորտ, մեկ կտոր կամ ցանկացած fast food անսոմ մեջ 1-2 անգամ, եթե շատ եմ ցանկանում, պետքա անկեղծ լինեմ, էլի, այնպես չի որ միայն վարունգ եմ ուտում տանը, այո, բայց մի բան էլ ասեմ, նաև բարդությունը նրանում է կայանում, որ երբ սկսում ես առողջ սնվել, համային ռեցեպտորներդ մի փոքր փոխվում են, ու հետո ամեն սնունդ չես կարողանում մարսել անգամ, ոչ միայն որ դուրդ չի գալիս, այլև մարսել չես կարողանում։ Երանի բոլորը դրան կան։ Դա ես ուզում եմ ասել, որ աստիճանական եւ ամեն օրվա աշխատանք է եւ պետք չի ծայրահեղական վերաբերվել, շատ ինքնակնդադատ լինել, բայց փոքրիկ այսպես քայլերով կարելի է առաջ գնալ։ Օրինակ ենթադրենք հանել ինձ թվում է ամենահեշտ բաներից մեկը կլինի այդ գազավորված կամ ընդհանրապես հյութերը ցանկացած տեսակի։ Հենց որ դրան ադապտացվեք, փորձեք սպիտակ հացը փոխարինել ենթադրենք ամուղջահատիկի հացով։ Դա անհնարին է, ես ասում եմ։ Հացի հետ կապված։ Այո, հացը ոնց կարելի է փոխարինել։ Սպիտակ հացը։ Սպիտակ հացը ամենահամերն է։ Հատկապես երբ տակ է այն, Այո, պանիրը կանաչին։ Երբեմն կարելի է շեղվել։ Բայց սա կարծում եմ ամենանուրբ եւ ամենահետաքրքիր թեմաներից մեկն է, որի շուրջ ծավալվում են մասնագիտական երկխոսություններ եւ շատ մասնագետներ, սննդաբաններ անգամ ասում են, որ այո, իհարկե չարաշահումներ չի կարելի, բայց երբեմն մարդիկ պետք է հետևեն իրենց սրտի եւ մարմնի թելադրանքին։ Դե ինչպես նոր հենց Լիլիթը ասեց, որ ծայրահեղ պետք չի վերաբերվել ընդհանրապես ոչ մի բանին եւ եթե նույնիսկ ցանկություն ես հայտնել առողջ սնվելուն, ապա երբեմն իհարկե կարող ես շեղվել այդ ճանապարհից։ Եթե թույլ կտաք մի միտք էլ արտահայտեմ այդ առողջ սնունդի հետ կապված, ես ուզում եմ ասել, որ բացի առողջ սնունդը մարդկանց նաեւ հոգեկան վիճակը կապ ունի անմիջապես առողջության վրա։ Ու ինչպես օրինակ յոգայի տեղը քննարկում էինք, որ ավելի լավ է մի կտոր անառողջ ենթադրենք տորտ ուտես, բայց լավ սրտով, լավ տրամադրությամբ, Երբ քեզ երջանիկ զգաս, քեզ երջանիկ կզգաս, դա քեզ ավելի քիչ վնաս կտա։ Քան ենթադրենք դու առողջ սնվես, բայց լինես մշտապես նյարդային լարված վիճակում, այնպես որ սպիտակ հացը հանգիստ կարող է։ Ես կարող եմ սպիտակ հաց ուտել։ Այո, ես կարող եմ սպիտակ հաց ուտել։ Եթե նյարդերը հանգստանում են դրանից միանշան։
Կարևորը տրամադրությունն է։ Շատ կարևոր է տրամադրությունը, դա առողջության վրա վատ տրամադրությունը ավելի բացասական է ազդում, քան ցանկացած տեսակի վատ սնունդ։ Հիմա արդեն ինչ ենք անում, որ փուլին հասանք։ Ես փորձում եմ այս միջուկներից ազատվել, հա, վարունգի, հիմա պատրաստում ենք խճողակը, հա, փուլ առ փուլ։ Մեզ խճողակի համար անհրաժեշտ է լինելու քերել տոֆուն։ Ես հիմա կքերեմ։ Եթե կարելի է, Անուշ ջան։ Եվ ավոկադոն արդեն մանրացված է։ Մանրացված է, մենք սոուս ենք ստանալու ավոկադոյով եւ ավելացնենք այդ խճողակին։ Պանիրը ավելացնում եմ ավոկադոյին։ Եթե կարելի է առանձին թողնենք դեռևս։ Մի րոպե, համ տոֆու կա, համ պանիր կա։ Ոչ, տոֆու պանիր։ Տոֆու պանիրն է։ Ահա։ Սոյայի հիմքով պատրաստված պանիր է։ Բուսական պանիրը ու սպիտակուցները մոտավորապես 8-ից 10 գրամ 100 գրամում։ Հասկացա։ Որպես բուսակերներին սպիտակուցի լավ աղբյուր է։ Ովքեր որ հաշվում են կալորիաները հատկապես, Այո։ կհետաքրի։ Եվ հիմա ինչ ենք անում, այստեղ մի փոքր ավելացնենք։ Մենք ընդհանուր խճողակը կարող ենք պատրաստել այստեղ, ահա, կամ կարող ենք մի փոքր ավոկադոներ մի կողմ բերել, այդտեղ ավելացնում ենք դա։ Ասիական նոտաներ ենք ավելացնելու, ինքը տոֆու պանիրը հիմնականում ասիական երկրներում են օգտագործում։ Ու ինքը շատ է սիրում համեմված լինել, սոյայի սոուսով ենթադրենք, այստեղ նորի թերթիկներ էլ ունենք, որը մի փոքր էլի փշրելու ենք իր հետ։ Մենք այսպես ասած ստանալու ենք բուսական կրաբի համով միջուկ։ Բայց հիշեք, որ մեր ժամանակը անվերջ չէ։ Եվ այդ բուսական կրաբի համի միջուկը ուզում ենք անպայման վերջում փորձել։ Ամբողջը ավելացնեմ այստեղ։ Եվ ես կտրեմ կանաչ սոխը արդեն։ Կանաչ սոխ, այո, կխնդրեմ կտրեք։ Ամբողջը, թե մի քիչ Մի փոքր։ Ահա, այդքանը բավական է։ Ինչ արագ-արագ են, չէ՞ աշխատում խոհանոցում։ Ես Լիլիթն ու հենց դա Անուշը։ եմ մտածում իմիջայլոց։ Միշտ զարմանալ կարելի է Անուշի վարպետության վրա, որովհետև ցանկացած րոպեի մեջ, երբ ասում ենք, որ կամաց մոտենում է ավարտի ժամանակի, Անուշը ամենաարագընթաց կերպով կարողանում է ավարտին հասցնել ուտեստը, որ պետք է մեզ համար նախապատրաստել։ Այ ես ցանկանայի մի օր քեզ տեսնեի մաքսիմալ արագությամբ խոհանոցում, բայց դեռ չեմ պատկերացնում ներողություն իհարկե, ոչ։ Բաց է թողել, սիրելի հեռուստադիտողներ, պարզապես բաց է թողել։ Դուք տեսել եք, չէ՞։ Այո։ Մենք նույնիսկ Լուսինեի բաղադրատոմսով այստեղ թխվածք ենք պատրաստել։ Ոչ թե թխվածքաբլի։ Դեռ արժևում է։ Այստեղ թողնենք կտրտված, մեզ հետո պետք Մի է փոքր այո գալու։ զարդարելու համար։ Այս ուտեստի ամենաժամանակատար Փշրենք պահը իհարկե վարունգի բաժակ ստանալն է, ինչպես երևում է։ Բայց Լիլիթի մոտ արդեն իսկ ստացվել է, կարծում եմ։ Այո, եւս 2 հատ եւ ես կավարտեմ։ Եվ ես հիմա փշրեմ այստեղ մանր, Նորի լիստերն ենք փշրում, շերտերը փշրենք եւ հետո ավելացնելու ենք կսկսենք թանձրուկը պատրաստել։ Ավելացնում ենք Այստեղ։ թանձրուկի հիմքին, հա։ Ահա։ Խճողակի հիմքին։ Հա։ Նռան հատիկները ձևավորելու համար է։ Իհարկե, բնականաբար պատկերացնում եք վարունգի հետ որքան գեղեցիկ կլինի կարմիր գույնը, Կարմիրն ու ինչ կանաչը։ տեսք կտա, այո։ Եվ իհարկե ինչու՞ չէ, նաև համը եւ Գեղագիտական օգտակարությունը։ հաճույքի մասին էլ չենք մոռանում ընթացքում։ Օ։ Մենք դրա մասին միշտ խոսում ենք, որ դա շատ կարևոր է, թե ինչպեսի տեսք է ունենում ուտեստը։ Ես օրինակ միշտ առաջինը նայում եմ տեսքին եւ հետո նոր ցանկություն եմ հայտնում, փորձեմ թե ոչ։ Տեսքը բույրը, հետո նոր համը։ Թե չէ։ Քանի որ բույրը այդքան էլ լավ չեն ռեցեպտորները աշխատում։ Ընդհանրապես խոհարարները միշտ են այդպես ասում, որ առաջնահերթ հենց ուշադրություն են դարձնում, աչքերով պետք է Աչքով ես տեսնում եւ արդեն իսկ հասկանում ես, ուզում ես փորձել թե ոչ։ Դե այդպես է։ Եվ թանձրուկը կարող ենք արդեն պատրաստել, էլի։ Ես պետք է լիմոնը կտրատեմ, որպեսզի լիմոնի հյութ մի փոքր թանձրուկի համար օգտագործեմ։ Ահա, հիմա ես ձեզ կտամ ամոնիկ, այսպիսի, որ թանձրուկը կարող եմ ես օգնել խոնել։ Ահա։
Մենք Իսկ դուք այսպես կարող եք ասած միանգամից մատուցման ափսեի մեջ դնել։ բուսական մայոնեզ ենք առողջ փորձում ստանալ։ Որպեսզի համեմենք այս ամբողջը։ Խնդրեմ, կիտրոնի հյութը։ Իսկ լայմը։ Լայմը ավելի շատ վերջում զարդարելու համար է։ Ահա։ Ուրեմն մի փոքր թանձրուկի համար վերցնում ենք կիտրոնի հյութ։ Փաստորեն ամենակարևոր համը հիմա պետք է ստանանք, հենց թանձրուկն է ապահովում։ Բուսական մայոնեզ կարելի է ասել։ Կիտրոնի հյութ։ Մեկ թեյ գտալ թահինի սոուս, թահինի սոուսը սպիտակ քունջութի մածուկ է պարզապես։ Մեկ թեյ գտալ սոյայի սոուս, հիմնական աղը սոյայով կստանանք։ Օրինակ ես աչքաչափով կավելացնեի։ Հետաքրքիր է, որ ամեն ինչը շատ կոնկրետ չափաբաժիններով եք ավելացնում Լիլի։ Ամենօրյա ուտես չի անկեղծ ասած ինձ համար, դրա համար մի փոքր փորձում եմ չափաբաժինները պատրաստել։ Հակառակ դեպքում ինքս էլ երբեք չեմ օգտվում այդպես չափիչ սարքերից։ Եթե կարելի է Ասեմ ձեզ, փոխանցել որ ես ամենօրյա նույնիսկ ուտեստներն եմ չափաբաժնով պատրաստում։ Միշտ։ ձիթապտղի ձեթ, եթե կարելի է։ Ահա։ Մի փոքր ձիթայուղ ենք անելու։ Կարող եք լավ այդպես, ահա։ Ես այստեղ փշրեցի արդեն նորին։ Ինչ մնաց մեզ։ Մի փոքր կծու ակցենտ, եթե թույլ կտաք։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը կծու է բավականին։ Խնդրեմ գթալը։ Համենայնդեպս դեռ չեմ կարողանում պատկերացնել ուտեստի վերջնական տեսքը։ Իսկ համը պատկերացնում է։ Համը գուցե։ Չէ, ես ոչ համն եմ պատկերացնում, ոչ էլ դեռ տեսքը, Գոնե մտովի մենք բաղադրիչները։ դեռ ունենք րոպեներ, որպեսզի ականատես լինենք այդ ամենին։ Այո։ Ահա, եւ կարմիր պղպեղը, թահինը, կիտրոնի հյութը, սոյայի սոուսը։ Ահա։ Շատ քիչ աղ կանեմ, որովհետև սոյան ինքնին աղի է, շատ քիչ։ Ահա։ Քանի որ այնտեղ բանջարեղեն ունենք, Եվ հիմա գտալ կտամ։ Եվ փաստորեն պանիրն է աղի։ պանիրը իրականում չէ։ շատ նեյտրալ համ ունի։ Ահա։ Շատ աղի չէ, այդ պատճառով մի փոքր աղ ուզեցի ավելացնել։ Եվ խառնեմ, հետո ավելացնենք թանձրուկը։ Ես կցանկանայի անկեղծ, եթե կարելի է նորի շերտերն էլ այստեղ ավելացնենք։ Ահա։ Այ աղ օգտագործելու հետ կապված կան, չէ՞, մարդիկ, ովքեր դեռ չփորձած որևէ կերակուր կամ ուտեստ, պարտադիր պայման է նրանց մոտ ի սկզբանե աղ անել, հետո նոր նրանք համտեսում են, բայց եկեք ի վերջո համտեսենք, եթե զգանք կա աղ ավելացնելու կարիքը, նոր ավելացնենք, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ ընդհանրապես ասում են եւ աղից եւ շաքարավազից պետք է հրաժարվել։ Չէ՞ որ դա սպիտակ թույն է։ Այո։ Թանձրուկը մեր պատրաստ է արդեն։ Այո, պատրաստ է, այո։ Լիլին մի փոքր ավոկադո խառնեց, որպեսզի ավելի, այո, ավելի պինդ լինի։ Նոր հետո Պանիրը մտածում եմ մի փոքր շատ է ստացվել, բայց դե ոչինչ։ այս մասը չեմ օգտագործի։ Ձեր թույլտվությամբ։ Իհարկե, սա ձեր բաղադրատոմսն է եւ ինչպես դուք կցանկանաք, խնդրեմ ավելի հարմար լինի։ Ու մեզ մնում է միայն լցոնել եւ գեղեցիկ զարդարել։ հրաշալի։ Կիտրոնի հյութն այլևս պետք չէ մեզ։ Մինչև դուք խառնեք, ես այստեղ զարդարելու համար քիչ էր, սոխը մի քիչ էլ ավելացնեմ, կտրեմ, որպեսզի վերջում գեղեցիկ լինի։ Եվ կտրեմ նաև լայմը։ Այո, եթե կարելի է։ Եվ ինչ ձևով։ 4 մասի բաժանենք։ Հայկ լցոնում եմ։ Այո, հասավ։ Մոտենում է այն բաղձալի պահը։ Գուցե ասվել է, ես չեմ հիշում, բայց այս բաղադրատոմսը որ խոհանոցին է պատկանում։ Ասիական խոհանոցից է Ասիական։ ավելի, այո։
Երբ գալիս է պահքի ժամանակը, ինչեր ասես, թե չեն հորինի։ Ինչ բաղադրատոմս ասես, թե չես գտնի, որպեսզի էլ ավելի բազմազան լինի։ Բայց որքան լավ է, որ հիմա նույնիսկ Իհարկե։ այնքան շատ բաղադրատոմսեր ներկայացնում են եւ ֆուդբլոգերներ եւ ընդհանրապես համացանցում հիմա շատ տարբեր հետաքրքիր բաղադրատոմսեր են գտնում, որ արդեն դժվար չէ, եթե այն ժամանակ մտածում ենք, թե ուղղակի լոբի, սիսեր, չէ, հիմնական այսպես բաղադրիչներն են, որ օգտագործում են, բայց հիմա հասկանում ենք, Բայց գիտեք, նաև շատ կարևոր է, որ այդ մթերքները կարող ենք այսօր Հայաստանում գտնել։ Այո, հասանելի են։ Ամեն տեսակի։ Ես հենց որ մտածում էի, որ պետք է գամ ու պահքային մի բան պատրաստեմ, առաջինը մտածում էի լոբի սիսեր չլինի, որովհետև ինքս էլ պահքի մեջ եմ, այնքան եմ կերել դրանցից, փորձեցի մի փոքր տարբերվող ինչ-որ։ Այո, եւ սա իսկապես տարբերվող է լինի։ Այո, բաղադրատոմս առաջարկել։ Իդեպ այն մարդիկ, ովքեր տոֆու պանիր չեն սիրի կամ չեն գտնի, կարող են ենթադրենք տոֆուի պահքի մեջ չեն եւ չեն ուզում։ Այո, կարող են սիսեր տրորել կամ հումուսով լցոնել, գրեթե նույն բաղադրիչները տոֆուի փոխարեն պարզապես սիսեր անել։ Ես քեզ առաջարկում եմ մինչև իհարկե փորձելը ուտեստը, նախուտեստը, արժի փորձել տոֆու պանիրը հասկանալու համար։ Ինչ է դա, չէ, որովհետև ես էլ խառնեցի հենց ամենասկզբից, ուզում եի հասկանալ տոֆուն առանձին է, պանիրը առանձին է, բայց տոֆու պանիր վերջում պարզվեց, որ այո։ Մենք կծանոթանանք նրա հետ մտերմիկ շրջանակներում եւ կհասկանանք Առաջինը դու կփորձես, չէ։ Իհարկե, իհարկե։ Ահա։ Բայց զգում եք, չէ, ինչ գեղեցիկ է արդեն սեղանին, երբ որ դրված Զգալով լինի, զգում արդեն ենք, կադրով տեսնում ենք, բայց անպայման պետք է մոտենանք մենք։ Այսպես։ Հիմա գեղագիտական հատվածն ենք ապահովում։ Այդ հատվածի մեջ ներառում են նուռը, լայմը, Նուռը, լայմը, քունջութի սերմերը։ Քանի որ ընդհանուր սպիտակ տեսք ունի ավելի խճողակը, սև քունջութով զարդարենք, որ ավելի տեսանելի լինի։ Այսպես ավելացնում։ 1 րոպե ընդամենը սիրելի հեռուստադիտողներ, հուսամ որ 1 րոպեի ընթացքում Դու կհամտեսես։ կհամտեսենք, կհասկանանք ինչ այնտեղ կատարվեցի վերջո։ Այնիշ տեսանելի էր հերվից, ամենայն դեպս շատ հետաքրքիր էր պատրաստման ընթացքը։ Պատրաստման ընթացքը դա էլ է կարևոր, երբ դու տեսնում ես, թե ինչպես են նրանք պատրաստում եւ հետո դու գտնում ես այդ ամենը համտեսելու։ Նախապես եթե ունենք բաղադրիչները 15 րոպե մի փոքր այս կողմ այն կողմ, բայց ահա տեսեք ինչ հետաքրքիր բաղադրատոմս կարող եք պատրաստել սիրելիներ։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ միացեք մեզ, եթե ունեք հետաքրքիր բաղադրատոմսեր, մտքեր, ապա ինչպես Լիլիթ Սահակյան, կապ հաստատեք մեզ Ինչ է պետք անել դրա համար։ Պետք է մեր Instagram-յան էջին հետևել Առավոտ լուսով կամ Առավոտ լուսով 1 TV եւ այնտեղ արդեն անցնել հղումով եւ ներկայացնել հայտը։ Միանգամից պատասխանում են եւ Բայց խնդրում եմ ինչպես Լիլիթը այսօր այստեղ է տաղավարում է։ գրեթե վերջ Լիլիթն էստեղ մի գեղեցիկ հետաքրքիր բան է ուզում ցույց տալ, խնդրեմ։ Իրենք սազի ցողել լայմով կամ լիմոնով, այդ թթվաշությունը ինքը սիրում է։ Ես առաջարկում եմ այսպես 4 մասի կտրատածակ կտորը թաթախել սև քունջութի մեջ, լայմը, Եվ դնել կողքին։ այո, եւ դնել կողքին, որպեսզի ցանկության դեպքում Գեղեցիկ է։ Առանձնապես ոչ մի ջանք չի պարտալ անհրաժեշտ եւ խնդրեմ։ Արդեն յուրօրինակ տեսք է ստանում այս ձևով։ Եվ ասիական շունչը զգացվում է։ Այո։ Եվ նուռը ավելացնենք։ Այո, եւ թեթև թթվաշ ակցենտ կտա եւ գույն կավելացնի։ Մեզի վերջում մնում է շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջ Անուշին, Լիլիթին Եվ մեր հյուրին, այո, Լիլիթին, ով միացավ մեզ այսօր, հետաքրքիր ուտեստ են պատրաստել մեզ համար, ինչ անենք, երևի թե վայելենք երաժշտական ռիթմեր, Եվս մեկ անգամ ասենք շնորհակալություն։ Շնորհակալություն Լիլի։ Հրաշալի էր, վստահ եմ մեր հեռուստադիտողները անպայման կօգտվեն այս բաղադրատոմսից։ Ձեզ էլ շնորհակալ եմ հյուրընկալության համար, շատ հաճելի էր։ Անուշ լինի։ Շնորհակալություն։ Արի գնանք փորձենք, դուք դիտեք տեսալովակ։ Իսկ մենք գնանք փորձենք։ Գնացինք։